Մարդկային ռեսուրս տերմինը լայնորեն սկսել է կիրառվել 20-րդ դարի սկզբին, երբ ընկերությունները հասկացան, որ աշխատակիցները պարզապես աշխատուժ չեն, այլ կազմակերպության հիմնական արժեքը։ Ի դեպ, առաջին HR բաժինները ստեղծվել են հենց արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ նպատակ դրվեց նվազեցնել կոնֆլիկտները։ Մայիսի 20-ին նշվում է մարդկային ռեսուրսի մասնագետների միջազգային օրը։ Ժամանակակից աշխարհում կազմակերպություններում ամենաթանկ արժեքը ոչ թե տեխնոլոգիան, այլ մարդը, ով ստեղծում է այդ տեխնոլոգիան, զարգացնում եւ շահագործում է այն։ Եթե ավելի վաղ ժամանակաշրջանում HR-ը ներգրաված էր աշխատակիցների աշխատանքի ընդունման, ազատման եւ փաստաթղթավարման գործընթացներում, ապա այն մեր օրերում գործառույթների շրջանակը ավելի է ընդլայնվել եւ HR-ը արդեն նպաստում է մասնագիտական թիմերի ձևավորմանը, աշխատակիցների զարգացմանը եւ մոտիվացիայի բարձրացմանը։ 20 տարվա աշխատանքային փորձառությամբ ու միջազգային կարգի հավաստագրով կադրերի բաժնի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը վստահ է, մարդկային ներուժը հանքարդյունաբերության կայուն զարգացման հիմքն է։ Կապանի լեռնահարստացման կոմբինատում 2023 թվականի համեմատ աշխատակիցների թիվը զգալիորեն ավելացել է։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատակիցների թիվը ներառյալ նաև կազմակերպության աշխատանքային գործընթացներում ներառված կապալառուներին կազմել է մոտ 1500, իսկ այժմ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ այն արդեն ավելի քան 2000 է, ինչը փաստում է, որ ընկերությունը արագ կերպով զարգանում է, ներգրավելով մրցունակ եւ մոտիվացված մասնագետների։ Արտադրական ծավալների մեծացման պայմանավորված վերջին 3 տարիների ընթացքում ամենաշատը համալրում եղել է արտադրական բլոկում։ Ընկերությունը յուրաքանչյուր ոլորտում փորձում է ձևավորել մասնագիտական թիմեր, որոնք կարողանան արագ կերպով եւ արդյունավետ արձագանքել մարտահրավերներին եւ ժամանակակից պահանջներին։ Կապանի լեռնահարստացման կոմբինատում մեծ ուշադրություն են դարձնում մասնագետների որակական հմտությունների զարգացմանը։ Այստեղ պարբերաբար տեսական, գործնական ու փորձի փոխանակման դասընթացներ են կազմակերպվում տարբեր արտադրամասերի աշխատակիցների համար։ Բացի դա, Կապանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության նախաձեռնությամբ նախորդ տարի ավագ ինժեներների մի խումբ միջազգային փորձառության նպատակով Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել։ Դասընթացները լինում են ներքին եւ արտաքին։ Ներքին դասընթացները հիմնականում կազմակերպվում է ընկերության ուսումնական կենտրոնի կողմից, ինչպես նաեւ հավատարմագրված կազմակերպությունների կողմից։ Դրանք հիմնականում ուղղված են աշխատակիցների գիտելիքների թարմացմանը եւ ստուգմանը։ Իսկ արդեն արտաքին դասընթացները ունենում ենք նաև հրավիրված մասնագետներ, ովքեր եւ հեռահար ձևաչափով եւ հենց տեղում անց են կացում դասընթացներ, օրինակ համակարգչային երկրաբանական կամ ինժեներական ծրագրերի։ Ուսումնական կենտրոնի ստեղծման պահից 2024 թվականի երկրորդ կիսամյակից սկսած ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է մոտ 400 աշխատակիցներ երկրաբանական, մարքշեդերական եւ հաստատիչ-ֆաբրիկայի ծառայություններից։ Արդյունքների հիման վրա աշխատակիցները կարող են նաև ստանալ պաշտոնի առաջխաղացում։ Մարդկային ռեսուրսի հետ աշխատող մարդը եւ հոգեբան է եւ կազմակերպիչ, ինչու՞ չէ նաեւ խնդիրներ հարթող ու լուծումներ գտնող HR-ի ոսկե կանոնն է։ Կադրերի բաժնի մասնագետը ամեն օր առնչվում է տարբեր մարդկանց հետ, որոնք ունեն իրենց բնավորությունը, իրենց խնդիրները եւ սպասումները։ Եվ մեր առաքելությունն է գտնել ճիշտ մոտեցում յուրաքանչյուրի հանդեպ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ հուշագրի արդյունքում ձեռնարկությունը իր թիմում է ընդգրկում ապագա լավագույն մասնագետներին։ Բարձր առաջադիմություն ունեցող մոտ 40 ուսանողներ այս պահին ուսումը համատեղում են աշխատանքի հետ։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը կադրային ռեսուրսի առումով ունի հստակ ռազմավարություն։ Ընկերության նպատակն է ոչ միայն ունենալ լավ մասնագետներ, այլ նաև ունենալ նախաձեռնող, պատասխանատու եւ թիմային մտածողության մասնագետներ։ Եվ այս հարցում HR-ը, կադրերի բաժինը ակտիվորեն ներգրաված է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատակիցների մեծ մասը շարունակում է մնալ ընկերությունում ոչ թե աշխատավարձի, այլ դրական մթնոլորտի եւ ոգևորող միջավայրի շնորհիվ։